Երբևէ մտածել եք, թե ինչու աշխարհի որոշ երկրներ ունեն միջուկային զենք, իսկ մյուսներին չի կարելի։ Եկեք այս պայթյունավտանգ թեմային միասին մոտենանք։ The world's most destructive force has been unleashed. Միջուկային զենք փորձարկումները չհաշված աշխարհում մի անգամ է պայթել 1945-ին, երբ Միացյալ Նահանգները ռումբեր գցեց ճապոնական Հիրոսիմայում ու Նագասակիում։ Զանգվածային ոչնչացման այս զենքը մոտ 200,000 մարդու կյանք խլեց, վերջ դրվեց երկրորդ աշխարհամարտին և սկիզբ սառը պատերազմի ու մի նոր միջուկային մրցավազքի։ Այսօր 9 երկիր կա, որ միջուկային զենք ունի, բայց ով է այդպես որոշել ու ոնց է դա ստացվել։ Հիրոսիմայի ու Նագասակիի ավերածություններից հետո աշխարհում պարզ տեսան աղետի մասշտաբներն ու ատոմներ հարստացնելուց զատ նաև կանոններ մտածել սկսեցին։ The Atomic Energy Agency could be made responsible for the impounding. 1953-ին Միացյալ Նահանգների նախագահ Էյզենհաուերը մակում ելույթ ունեցավ ու դրանով հող հարթեց ատոմներ հանուն խաղաղության նախաձեռնության համար։ 4 տարի անց ստեղծվեց ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի միջուկային հսկիչը։ Հենց այդ նույն տարիներին իրենց միջուկային զենքը ստեղծեցին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Սովետական Ռուսաստանն ու Չինաստանը։ Մինչև 1960-ականներն այս երկրները միացան ԱՄՆ-ին որպես միջուկային զենքի տերեր։ If steps had not been taken to prevent nuclear weapons spreading first to one country then to another, within a few years. Այսպիսով, երբ արդեն աշխարհում 5 երկիր միջուկային զենք ուներ, 1968-ին ՄԱԿ-ում ընդունվեց միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը։ Եթե պարզ այդ փաստաթղթում գրված է, որ երկիրը, որ միջուկային զենք ունի եւ փորձարկել է այն մինչև 1967 թվականը, կարող է պահել իր միջուկային կարողությունը եւ համարվում է միջուկային պետություն։ Մյուսները, որ դեռ ատոմային ռումբ չունեն, չեն էլ կարող ունենալ։ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի տակ ստորագրել ու փաստացի միջուկային զենք ունենալու հեռանկարից հրաժարվել է համարյա ողջ աշխարհը։ Բացառություն են Իսրայելը, Պակիստանը, Հնդկաստանը, իսկ Հյուսիսային Կորեան ստորագրել, հետո դուրս է եկել համաձայնագրից։ Համաձայնագրի տակ չստորագրած այս պետություններում ՄԱԿ-ը հնարավորություն չունի միջուկային կարողություններ ստուգել։ Հնդկաստանն ու Պակիստանն ունեն տասնամյակների թշնամություն և միջուկային զենք, երկուսն էլ այն փորձարկել են 1998-ին։ Հյուսիսային Կորեան 1985-ին աշխարհին խոստացավ միջուկային զենք չունենալ, բայց մինչև 1992-ը թույլ չէր տալիս, որ ՄԱԿ-ն այդ խոստումը ստուգի, 2003-ին ընդհանրապես դուրս եկավ համաձայնագրից։ Աշխարհի մեծ մասից կապը կտրած այս երկիրն արդեն բացահայտ է խոսում միջուկային կարողությունների մասին։ Իսկ Իսրայելը 1950-ականների վերջերին այստեղ Ֆրանսիայի օգնությամբ իրենց միջուկային կարողություններն էին զարգացնում եւ հայտարարում, որ զբաղված են գիտահետազոտական աշխատանքով։ 1986-ին միջուկային ոլորտում Թել Ավիվի ձեռքբերումների մասին բրիտանական մամուլին պատմեց Վանանու ազգանունով այս գիտնականը և 18 տարով բանտ գնաց։ Իսրայելը մինչև այսօր չի ընդունում, որ միջուկային զենք ունի, բայց ակտիվորեն չի էլ մերժում։ Գաղտնազերծված բազմաթիվ փաստաթղթեր սակայն հաստատում են, Իսրայելն ունի միջուկային զենք։ Ունի, բայց փոխարենը տանել չի կարողանում, երբ իրեն շրջապատող պետություններն են միջուկային հետաքրքրության նշաններ դրսևորում։ 1981-ին Թել Ավիվը ռմբակոծեց Իրաքի ենթադրաբար միջուկային կարողությունները, 2007-ին Սիրիայի ենթադրյալ ռեակտորը, 2025-ին թիրախավորեց Իրանի միջուկային օբյեկտները։ Իդեպ Իրանի մասին, Իրանը ստորագրել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը և հայտարարում է, որ ուրան հարստացնում է խաղաղ քաղաքացիական նպատակներով։ What we are doing is in a very transparent manner, is under the surveillance of the IAEA, the inspectors of the Իրանին միջուկային ռեակտոր հենց Միացյալ Նահանգներն է տվել, որովհետև դե արդեն պատմել ենք։ Վաշինգտոնն ու Թեհրանը եղել է ժամանակ, որ նույնիսկ համեմատաբար կայուն հարաբերությունների տասնամյակ են ունեցել։ Նախորդ դարի կեսերին էր դա, երբ չզարմանաք, բայց Միացյալ Նահանգներն Իրանին միջուկային ռեակտոր ու ուրան տվեց, միջուկային էներգիայի քաղաքացիական օգտագործման համար,
Ատոմներ հանուն խաղաղության ծրագրի շրջանակում էր դա։ Չնայած Իրանը ՄԱԿ-ին հնարավորություն է տալիս ստուգել իր միջուկային օբյեկտները, բայց Իսրայելն ու Միացյալ Նահանգները կասկածում են, որ զենքի ծրագիրը գաղտնի է զարգանում։ 2025-ին պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ը հայտարարեց, որ Թեհրանը խախտել է միջուկային զենքի չտարածման պարտավորությունները։ Ժամեր անց Իսրայելը, ապա Միացյալ Նահանգները հարվածեցին Թեհրանի միջուկային կարողություններին։ Թեհրանն ասաց, չի բացառում, որ դուրս կգա միջուկային համաձայնագրից։ Իսկ ինչ է լինում այդ դեպքում։ Այո, միջազգային մեկուսացում, ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում է, պատժամիջոցներ ու հիմնականում այսպիսի բաներ։ Բայց նույն այդ համաձայնագրում նաև ամրագրված է, որ պիտի կանխվի զանգվածային ոչնչացման այս զենքի տարածումը։ Ամրագրված է, որ միջուկային ունեցող երկրները պարտավորվում են նպաստել զինաթափմանը, բայց միջուկային պետությունները հակառակը ավելի ժամանակակից են դարձնում իրենց կարողություններն ու ընդլայնում դրանք։ Կարողություն ընդլայնելն այս կոնտեքստում պիտի հասկանալ, միջուկային զենքն ավելի կործանարար է դառնում։ Եվ չնայած միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրերին, աշխարհով մեկ գագաթնաժողովներին ու նույնիսկ Օպենհայմերի պես կինոներ նկարելուն, փաստ է, որ վերջին 70 տարում միջուկային զենք ունեցող երկրների թիվը միայն ավելանում է։ Միջուկային երկրներն ավելացել են, բայց միջուկային մարտագլխիկները որոշ երկրներում պակասել են։ Երբ փլուզվեց Սովետական միությունը, կայսրության 3200 ռազմավարական միջուկային մարտագլխիկներ Ղազախստանում ու Ուկրաինայում մնացին, հետո դրանք Ռուսաստանում ոչնչացվեցին կամ խաղաղ նպատակով օգտագործվեցին։ Իրենց միջուկային մարտագլխիկները պակասեցրել են նաև Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը։ Այդպես չեն անում մյուս երեքը՝ Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան։